Գործող օրենսդրությունը սահմանում է բավարար երաշխիքներ անձի անձնական կյանքի և գույքի անձեռնմխելիությունը հաղթահարելու նպատակով և քրեական դատավարության օրենսգրքի կառուցակարգերը լիովին բավարար են այդ երաշխիքները ապահովելու համար։ Իհարկե, պրակտիկ կյանքում հանդիպում են դեպքեր, երբ որոշակի իմաստով, այսպես ասած, ոչ ամբողջությամբ են ապահովում օրենսդրության իրական նպատակները և որոշ դեպքերում խուզարկություններն իրականացվում են ոչ իրավաչափ նպատակներին հասնելու նպատակներով, սակայն հանրաճանաչ է նաև, որ խուզարկություն կատարելու վերաբերյալ որոշումը ենթակա է բողոքարկման վերաքննության կարգով, ուղղակի այստեղ մի հետաքրքիր առանձնահատկություն կա, երբ խուզարկություն կատարելու միջոցով միջամտություն է իրականացվում անձի մասնավոր կյանքի և գույքի անձեռնմխելիությանը, ինչքան էլ որ դա բողոքարկվի և եթե ընդունենք, որ վերադաս դատարանը կբավարարի այդ բողոքը, այնուամենայնիվ անձի խախտված իրավունքները իրապես վերականգնել հնարավոր չի, որովհետև արդեն դրանք որոշակի փուլում խախտված են լինում, այդ մասով կարծում եմ, որ առանձնահատկություն ունի և լավ կլինի, որպեսզի և քրեական հետապնդման մարմինները և դատարանները պատճառաբանված միջնորդություններ և պատճառաբանված որոշումներ կայացնեն անձանց բնակարաններում խուզարկություն կատարելու հարցը լուծելիս։ Գործնականում պահպանվում են օրենքի պահանջները և բոլոր դեպքերում բնակարանում խուզարկությունը կատարվում է դատարանի թույլտվությամբ, համենայն դեպս ես որպես պրակտիկ իրավաբան չեմ հանդիպել դեպք, երբ բնակարանը խուզարկվի առանց դատարանի համապատասխան թույլտվության։ Այլ բան է, որ այլ օրենքներում, բացի քրեական դատավարության օրենսդրությունից, կան որոշակի կարգավորումներ, որոնք թույլ են տալիս իրականացնել որոշակի ստուգողական գործողություններ։ Դրա վառ օրինակն է ոստիկանության մասին օրենքը, որտեղ առկա են կարգավորումներ, որ ոստիկանությունը ունի լիազորություններ տրանսպորտային միջոցները ստուգելու, զննելու այն դեպքում, երբ առկա են հիմքեր, որ տրանսպորտային միջոցով փոխադրվում են հանցագործության գործիքներ, առարկաներ, նյութեր կամ քննությունից թաքնվող անձինք, կամ տրանսպորտային միջոցում առկա են քաղաքացիական շրջանառությունն արգելված իրեր։ Բայց մենք մեր առօրյայում տեսնում ենք, որ ոստիկանության այդ գործառույթը, այդ լիազորությունը շատ դեպքերում վերաճում է իսկական խուզարկության, որովհետև կարծում եմ բոլորն էլ ականատես են եղել, երբ ոստիկանության ուժեղացված ծառայության ընթացքում զանգվածային կանգնեցվում են մեքենաները և ոստիկանները ընդհուպ մտնում են մեքենայի սրաններ, մեքենայի պահախցիկն են պահանջում են բացել մեքենայի բեռնախցիկը, բեռնախցիկում որոշակի փնտրողական, որոնողական գործողություններ են անում և դա ոչ այլ ինչ է, քան խուզարկության դրսևորում, առանց համապատասխան թույլտվության և առանց համապատասխան անհրաժեշտության։ Ոստիկանության մասին օրենքում ամրագրված դրույթը, որ հիմքեր պետք է լինեն, որ տվյալ մեքենայով տեղափոխվում են հանցագործության գործիքներ, առարկաներ, իրեր կամ քննությունից թաքնվող անձինք, չի կարող համատարած կիրառվել, օրինակ ուղևորահոսքը ամբողջությամբ կանգնեցնում են և բոլոր մեքենաները ստուգում են, այսինքն չի կարող լինել այնպիսի կասկած, որ ուղևորահոսքի բոլոր մեքենաներով տեղափոխվում են քննությունից թաքնվող անձինք, հանցագործության գործիքներ, իրեր, միջոցներ և այլն։ Այսինքն սա մի պարզ և բացահայտ վկայություն է, ինչու եմ ասում բացահայտ, որովհետև չեմ կարծում կլինի մեկը, ով ականատես չի եղել այդ միջոցառումներին, որ ոստիկանությունը օգտագործելով օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունը այդ ստուգելու և զննելու, այդ զննությունը վերաճում է փաստացի խուզարկության։ Քիչ չեն նաև դեպքերը, երբ այդպիսի ստուգողական, որոնողական գործողությունների արդյունքում հայտնաբերված քաղաքացիական շրջանառությունից հանված իրեր հայտնաբերելու դեպքում նաև քրեական վարույթներ են նախաձեռնվում։ Հետևաբար ես գտնում եմ, որ
բոլոր դեպքերում խուզարկության այն երաշխիքները, որոնք սահմանված են օրենքով, անպայման պետք է պահպանվեն, քանի որ հենց քրեական դատավարության օրենսգիրքը բնակարան հասկացությունը, բնակարան եզրույթը հավասարեցրել է նաև սեփական տրանսպորտային միջոցի հետ, այսինքն ավտոմեքենայի զննումը հավասարեցված է որոնողական գործողություններ կատարելու խուզարկելու իմաստով հավասարեցված է նաև բնակարանային, այսինքն որևէ տարբերություն չկա, թե այդ փնտրողական գործողությունը բնակարանում է իրականացվում, թե սեփական տրանսպորտային միջոցում։ Վարորդը լրիվ իրավասու է թույլ չտալու, որպեսզի ոստիկանության ծառայողը բացի իրականում զննություն կատարելուց, այսինքն ակնադիտական եղանակով զննություն որևէ բան փնտրելը, որը կարող է լինել ոստիկանի տեսադաշտում։ Վարորդը կարող է թույլ չտալ, որպեսզի դրանից ավելին որևէ գործողություն կատարվի, ավելին վարորդը պարտավոր չի մեքենայում գտնվող պահատեղերը բացել, որպեսզի այդտեղ էլ որոնողական գործողություններ կատարվեն, սակայն մենք ականատես ենք դեպքերի, երբ որ այն վարորդները, ովքեր հանդիմանում են այդպիսի գործողությունների, դրանք վերաճում են ավելի շատ վեճի, ոստիկանության աշխատողները այդ կարգի անձանց բերման են ենթարկում, այսինքն շատ դժվար է վարորդի համար հենց տեղում իր իրավունքները իրացնել եւ փորձել թույլ չտալ, որպեսզի ոստիկանության ծառայողը որոնողական գործողություններ իրականացնի ավտոմեքենայում։ Վարորդը կարող է պահանջել, որպեսզի ոստիկանության աշխատողը պարզաբանի այն իրավական հիմքերը, որով վերջինս հնարավորություն ունի ստուգել ավտոմեքենայի սրահը, ստուգել բեռնախցիկը եւ սրահում եւ բեռնախցիկում իրականացնել որոնողական գործողություններ։ Բնականաբար ոստիկանության ծառայողը կմատնանշի ոստիկանության մասին օրենքի նորմը, մինչդեռ ոստիկանության մասին օրենքում այդ լիազորությունը վերապահված է զուտ զննում կատարելու եղանակով եւ ոչ թե որոնողական գործողություններ կատարելու։ Իսկ ինչ վերաբերվում է այն հարցին, թե վարորդը ինչ չափով կարող է այդ պահին իր իրավունքները ապահովել, ապա բնականաբար տեղում շատ դժվար կլինի հանդիմանել ոստիկանության ծառայողին եւ թույլ չտալ իրականացնելու այս կամ այն գործողությունը, բայց ավելի ուշ փուլերում ոստիկանության ծառայողի գործողությունները կարող են վիճարկվել եւ եթե նույնիսկ ավտոմեքենայից հայտնաբերվեն քաղաքացիական շրջանառությունն արգելված իրեր, ապա դա ավելի ուշ փուլերում լուրջ կասկածի տակ կդրվի այդ ապացույցի օգտագործման հնարավորությունը եւ հնարավոր կլինի վիճարկել նաեւ ծառայողի գործողությունները, այդ թվում եւ իրավունքները վերականգնելու եւ պատճառված վնասը հարթելու մասով։ Օրենսդրությամբ սահմանված երաշխիքները որպես կանոն պահպանվում են, մասնավորապես դրանցից առաջինը, երբ խուզարկությունը սկսելուց առաջ քննիչը պարտավոր է խուզարկության վերաբերյալ որոշումը ծանոթացնել գույքի օրինական տիրապետողին եւ նրան հանձնել որոշման պատճենը։ Որպես կանոն, այո, պրակտիկ աշխատանքում այդ բոլոր երաշխիքները պահպանվում են։ Ինչ վերաբերվում է ընթերականների մասնակցությամբ խուզարկությանը, ապա նոր քրեական դատավարության օրենսդրությամբ հաշվի առնելով, որ քննչական գործողությունների մի մասը, այդ թվում նաև խուզարկությունները կարող են իրականացվել տեսագրման միջոցով, տեսագրման միջոցով իրականացվող խուզարկության ընթացքում այլևս ընթերականների անհրաժեշտությունը բացակայում է եւ քննիչի եւ խուզարկությանը մասնակցող ցանկացած անձի գործողություն տեսագրվում է համապատասխան տեխնիկական միջոցներով։ Քրեական դատավարության օրենսդրությամբ անձնական խուզարկությունն իրականացվում է քննիչի որոշմամբ։ Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ հանցանք կատարած անմիջականորեն ծագած կասկածով ձերբակալված անձին հետաքննության մարմինը իրավասու է խուզարկել ձերբակալման հետ միաժամանակ։ Եվ եթե այս հնարավորությունը օրենսդիրը չնախատեսեր, ապա ձերբակալումից անմիջապես հետո հնարավոր չէր լինի ապահովել ենթադրաբար հանցանք կատարած անձի մոտ գտնվող այն առարկաների առգրավումը եւ ընդհանրապես այդ անձի հագուստների եւ այլ պահոցների ստուգումը, որոնք կարող էին ապահովել եւ ձերբակալման
հետագա իրավաչափությունը եւ հաշվի առնելով թե ինչ նպատակով է անձը ձերբակալվել, ապահովել նաեւ ենթադրյալ հանցագործությամբ ստացված առարկաների կամ արգելված առարկաների հայտնաբերումը, հետեւաբար ձերբակալման այս տեսակը սահմանելով կարծում եմ, որ օրենսդիրը ապահովել է մյուս կողմից վարույթի բնականոն ընթացքի ապահովումը, հանցագործություն կատարած անձանց ձերբակալելու եւ որոնվող առարկաներ հայտնաբերելու խնդիրները լուծելու հնարավորությունը, ինչպես նաեւ այս եղանակով կատարվող խուզարկությունը չի խախտում անձի անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը։